Ողջույն։ Ողջույն։ Մյասնիկյան պողոտա, արև, շատ շնորհակալություն բոլոր շնորհավորանքների համար։ Այո։ Նոյեմբերի 4, 11 տարի, 14 աստիճան ջերմություն։ Եվ ժամը 5:30։ Այո, ցավոք շատ ուշ դուրս եկանք այսօր, տենց ստացվեց։ Դե որտեվ երեք շատ տանջվեցիր այդ ֆլեշկայի ձեռը։ Էլ մի ասա, ինչքան տանջվեցի։ Բանը մոտավորապես սենց է։ Մեքենան թողենք Լևոնան, մենք էլ գնանք Անահիտի հետ Լենայում նշենք մեր տարեդարձը։ Հիմա մտնում ենք Շարիմանյան փողոց, Հերացիից։ Էս է Շարիմանյանը։ Հիմա պետք է մի կերպ ներխուժենք Աբովյան հրապարակ։ Շատ ծանր խնդիր է։ Ահա։ Հիմա ձևի են էստեղ չէ։ Արել շարժը։ Թեկուզ կարճ միած սվետաֆոր լներ էլի, որ մարդ իմանար զորբայությամբ չի մտնելու, այլ օրենքով։ Այլ օրենքով։ Աբովյան հասանք, լավ ստեղ լույսը լավը չի, հետո կխոսանք։ Ահա, Անահիտ, Աբովյան փողոցով ավտոբուս է գնում։ Ավանից Երևանի քաղաքապետարան։ Նոր-նորքի 7-րդ զանգված Ավան Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարան։ 20 համարը։ Ինչը սիրած համարն է։ 20 է։ Դե այդտեղ գողացան, չէ՞ սունդայից։ Կաշելոկս սիրուն շատ։ Դա չտակիր է, չէ՞։ Ապրում ենք։ Ասենք ես ինչ։ Մի 6-7 հատ ամենաշատը ընկեր ունեի։ Ծանոթներ ունեի, երևի մի 50-60 հատ։ Ու մեկ էլ միանգամից դառնում է շատ մեծ քանակի ծանոթ մարդիկ, ընդ որում մեջները արդեն գրեթե հարազատ մարդիկ։ Հա, դա ես միշտ նշել եմ։ Փոխվում։ Այդ շատ մեծ առավելություն է էլի մեր հաղորդման։ Չգիտեմ, առավելությունն է թե ինչ։ Դե ինչ-որտեղ պատասխանատվություն, նագրուսկա, չգիտեմ ոնց է հայերեն։ Դուրեկան է, բոլոր դեպքերում դուրեկան է շատ։ Ինչքան մեր կողմից սիրված մարդիկ կյանքից հեռացան, այդ ընթացքում երևի ինչքան երեխաներ ծնվեցին, չէ՞։ Մերանց մոտ ինչքան իրադարձություններ, ինչքան մարդիկ հեռացան կյանքից, մենք չիմացանք, ուղղակի ենթադրում ենք, որտեղ այո։ ակտիվ էին, գրում էին, որ հիվանդ են, հետո մեկ էլ չեղավ։ Կորան։ Այո, այդ ծանր է էլի։ Հա, այդ պահը շատ ծանր է։ Մեկ է գիտես, որ պահն է ծանր, երբ որ գալիս են ու հետո հրաժեշտ ենք տալի։ Ինձ համար դա շատ ծանր է։ Հա, պարզ է։ Դու են մեր կեշայի հետ էլ չես ուզում արդեն հրաժեշտ տաս, բերեցին ժամանակավոր, հիմա հա տարբեր բաների տակ ձգձգում ես իր հետ տանելը, խոսքը թութակի մասին է երեխեքի, վերանորոգման վաղտ ասեցին թող մնա ձեր մոտ, դե հա, Մարգարիտան էլ էր չեմ մնում, բայց հիմա Մարգարիտան արդեն իր տանն է, էները հարցրից ես, բաբա կեշա սուրա։ Ոչ մի կեշա։
Չէ, Ալիսան ասում է, դե լավ մամ, հա, գոնե թող մի քիչ մնայինք։ Ալիսան ինձ հասկանում է, էլի։ Երեխեքը չէ, բան Արմենն էլ ասում է, կեշան ինչի չի գալի դու։ Ոնց որ կեշան իր կամքով պետք է վեկանա գա։ Նա նենց դուրեկան է հետը զրուցել է։ Սենց վիզը ծռում է մի ձևի, դեպի քո կողմ աչքերը սենց։ Ու կտուցն է սենց, բացում փակում, ոնց որ ուզում է խոսա, բայց չի կարա էլի։ Ծռվալու մար շատ գեղեցիկ, բայց խոսալը չի խոսա։ Շատ լուրջ է հետը զրուցում։ Հետո ինքը մեծ է արդեն, արդեն 7 տարի է իրանց մոտ է։ Իսկ խանութում դաժե չգիտեն։ Հասկանում է, մեծը դրա համար ասեցի, չէ՞ որ Հակին բան արդեն հասկանում է, որ ասում։ Կյանքի փորձ ունի։ Կեշավա։ Այ փոքր, որ նոր էին առել, պետք էր սովորեցնել, էլի խոսալը։ Կլավ ուտնում։ Չնայած չգիտեին, նո փոքր ձակա թե մի քիչ արդեն մեծ է, խանութը ոչինչ չի ասում։ Օ, դες էստեղ արդեն։ Այս ինչ են արել որ։ Այս ինչ են փակել սենց։ Երևի վերանորոգում են։ Էսա այդ կողմից դուրս կգանք։ Պարզենք ինչ է եղել։ Ստեղ կանգնացրեցինք մեքենան, այն կողմը շատ ջուր էր, Թումանյան արի սենց դուրս գանք, հա, նայդ, այս կողմով Թումանյան դուրս գանք, մի հատ տենանք ընդեղ ինչ են արել։ Թե մի անգամից դուրս գանք հրապարակը Ազնավուրի։ Ոնց ուզում ես հրմեն, ոնց հարմար է։ Էլի վատ լուրի մանցանք։ Ափսոս, իհարկե։ Դե, կյանքը տենց է։ Դեմքից երևում էր էլի։ Անայտը հարցրեց, մեր լվացողը շատ լավ տղա է։ Պարզվեց, խեղճ տղան, ես իմ քանի տարին մի անգամ որոշել է գնա Հանգստանա, Եգիպտոս, հենց տեղը հասել իմացել են հայրը ինֆարկտ է խփել։ Նորից հետ է եկել։ Առավոտ լրիվ ասում է, ոտի վրա։ Այո։ Ցավալի է, որ ֆիրման, որը գնացել է, ոչ միջով չի աջակցել։ Այդ է շատ։ Սաղ գումարները մուծել է նորից, բան։ Խեղճ տղա է, այդքան հազիվ հավաքել էր, հետ է եկել։ Ֆիս լղարել էր, դրա համար հարցրեցինք։ Լավ։ Այս շենքը ինչ-որ երևում է։ Նայի, կռունգն է։ Կարող է էլի սկսել են աշխատել։ Բայց այդ շենքն է, Արմեն։ Դե այդտեղ ուրիշը չկա, նայդ։ Երկրորդը չկա։ Մահեմ, դուրս եկանք Թումանյան։ Ստեղի մասին այդ բուտկա էր, ինչ էր, դու մի անգամ ինձ ասեցիր մի բան, չէ, ինչ որ։ Դավիթը մեր ասեց։ Ինչ ասեց։ Ասեց քանդել են այդ կաֆեն։ Ախ, կաֆեն են քանդել։ Այո։ Բուտկաներն էլ են հավաքել, այստեղ բուտկաեր չէ, այնտեղ ինչ որ սիգարետ էին վաճառում։ Բայց կաֆե։ Այստեղ էլ բուտկան այ։ Հա, բուտկա այդտեղ։ Այդ ինչ, բանկն է հանե, որ պատոհանի դեմը չլնի։ Դե ինչ ունալամ քաղաքապետարանն է վաբշե։ Բայց սա քանդել է։ Այդ ինչ է նշանակում։ Համառայինը ուզում են վերականգնեն։ Բայց լրիվ չեն քանդել, այ։ Այս բաները, ժեշտերը բանը, սա մնացել է դեր։ Ճիշտ ասած, ես այդ քանդելուն ինչ-որ այդքան չեմ հավատում։
Կարող է ուղղակի վերակառուցում են։ Չնայած այսքան բան տարածք տես ազատել են։ Ազատվել է, հա։ Ստեղ էլ մի հատ բուտկա կար, չէ։ Նայենք, այստեղ էլ բուտկա կար, այո։ Հենց ստեղ էր։ Հեսա տեղերը էր։ Հա, մենք որ գալիս էինք, միշտ կողքով անցնում էինք։ Ընդեղից պետք է գայինք, բայց սաղ ջուր էր։ Հա, ամբողջ ջուր էր։ Կարացանք։ Այս մասն էլ պարզ չի, ինչ-որ սենց փնթի, ընդեղ ճաք է լնայի։ Այս աստիճանները մտան։ Բայց ծաղիկի բուտկաներ են հանել։ Հա, հետել են հանել։ Բայց ստեղ էս չա։ Ստեղ տեղափոխվել։ Ժամանակ։ Դու փոքրը մի քիչ կդնենք, ասեն բրազմերները չեր բռնում, ոնց որ են չարենցը դպրոցի մոտ էլի։ Ինչա։ Որ շուր ես գալի, ինչքան ազատ է մայթը։ Հա, հաճելի է։ Չէ։ Այդ քաղաքային դիսցիպլինան սովետի վաղ լավ էր, էլի, չէ։ Այնպես չէր էլի մեկը բերեր դներ ասեր, դե լավ ում է խանգարում, թող մնա էլի։ Հա, այդ տեսակետից շատ լավ էր ինչ ժամանակ։ Ոչ մեկ այսքան ռիսկ չէր անում, ոնց որ հետո դառա։ Ռիսկը որն է, որ ոչ մեկի մտքով նույնիսկ չէր անցնում տես բան։ Ամբողջ շենքերն են փակում, սենց սաղ շարած են ազատության պողոտայի վրա, Կոմիտասի վրա, այդ ինչի նման է։ Ինձ թվում է այդ էտապն էլ արդեն անցանք։ Կամաց անցյալում մնում։ Այդ որ ով որտեղ ուզեր այնքան որ փող ունենար, ինչ անկապ բան ուզես աներ։ Ինչ լավ է նվագում։ Նոր ինչ-որ բան է ռեպերտուարի մեջ։ Չգիտենք YouTube-ը ոնց կվերաբերվի։ Հեռացնեին ինչքան լավ կլիներ։ Որը։ Այս կոֆեն։ Կողքնել էինի մի հատ։ Էնը։ Մեկը հանեցին են բանի։ Ոնց էր կոչում են։ Գինի։ Գլիտվեյնը։ Հա, գլիտվեյնը։ Եվ մյուսը դրեցին էլի։ Դե սենց սոսկալի անշնորհքության կողքը դրանք մանրունքներ են ինձ թվում։ Ճիշտն ասած ես նույնիսկ չեմ հասկանում, այդ լավ կլինի հանեն թե մնա։ Ինչ որ աշխուժության կետ է, էլի ոնց որ հրապարակում։ Բայց գիշո։ Ոնց ինչ современный բան լիներ։ Թող գեղեցիկ անեն։ Ազնավուրի արձանին սովորեցին արդեն, հա, բոլորը նկարվեցին։ Այն սրճարանը ոչ մի կասկած չունեմ, որ պետք չի ոչ մեկին շենքի տեսքը փչացնում է։ Դե էլ այդ սեփականատերերինն է, չէ՞ կինո Մոսկվայի։ Հա, այդ էլ իրանցն է։ Դե թույլ տվել է տանշին։ Ամառայինն էլ է իրանցը։ Հա։ Ամառայինի տարածքն էլ է իրանցը։
Դու գիտես ինքը, այս կառույցը, այլանդակ չի, վատ շենք չի, բայց տեղում չի ուղղակի։ Ծավալն է այլանդակ։ Այո, այստեղ, այս փողոցի համար է ինքը շատ վատ նայվում։ Դե բաներ կա, մենակ քաղաքը չճանաչելով, տրադիցիաները չհասկանալով կարա կատարվի էլի։ Հա չկա ստեղ ոչ մի բան, դες, այդ մի բուտկան է մնացել, չէ, այս բարիստը։ Երկու հատ է։ Հա, երկու հատ է։ Այս դիմացիներ Երևանս բացեցին, չէ։ Մերան անունները փոխելով այս ռեստորանի։ Ողջույն։ Ոնց եք։ Լավ ենք, նենե ջան։ Լավ։ Հակա։ Մեր Աբովյան փողոցի հարևանուհին։ Փոքր երեխա էր, որ ամուսնացանք, հիշում ես։ Հա, ես Ինքը դաժե պատմում էր, ասում է վերևից նայում էինք ձեր վրա ոնց է սիրահարված իրար։ Ես վիդեոն ունեմ ինքը կլասա խաղում փոքր։ Քույրիկն էլ ավելի փոքր։ Հա, ինքը մեծ քույրն է։ Էս ինչ սարքից է։ Դե դա ռեստորանն է, էլի։ Սենց մեծ չէր, չէ՞, ինչու Չէ, ցենց էր։ Ուղղակի տակն են ինչու փորել, ներքևը տես։ Ներքև էլ կա իջնում են։ Դե չէ, ես հակ կար։ Ու անընդհատ մեկ բացվում էր, մեկ նորն էր, բայց անունները չեմ կարող հիշել, այնց խուճուճ անուններ ունեին։ Ես ռուսական թատրոնի շենքի գլխին մի օյին չբերեն այնքան փորենը։ Вообще-то դու ճիշտ ես։ Մի քիչ լայնացրել են, որտեղ այստեղ անցում կար, մենք այստեղ գնում էինք, հիշում ես։ Հա, ճիշտ ես ասում։ Իսկ հիմա չկա։ Հա։ Փաստորեն ճիշտ ես, լայնացրել են։ Այնտեղ ինչ-որ մի բան երևում է որպես անցում, բայց արդեն շատ նեղ է։ Տեսնում ես այն։ Այս կողքը, չէ։ Չէ, այստեղից որ նայես, ներվում երևում է երկինքը։ Հա, տենում եմ, ստեղից էլ է երևում։ Լայն անցում էր այնտեղ։ И места этой свадьбы было мало. Չգիտեմ, լսվում է մերում ծետանվագում։ Այս ինչ հավեսման է։ Զմիա, զմի։ Ահա։ Սամակատները քիչ են արտնած խփում են։ Ուղեղերեսիդ որ գան, լավ էլ կմնաս։ Նախշուն խփեց էլի։ Հա? Իմ վրա էլ գարի, տապչիկը ռաստեկա։ Այս լավ բան է։ Ես փոքրուց լավ շատ դաշտում խաղա։ Կամ սովի ափին։ Երազել եմ ու ոչ մի անգամ չեմ ունեցել, բաց չեմ թողել։ Հենց էլ երազանքս մնաց։ Այո։ Դրա համար դեն շատ հավանում եմ, որ տենում եմ։ Փոքր են շատ, կարճ է, պարանը, ինքը վերև չի բարձանում, էլի։ Հա, ուղղակի վազում են հետը։ Բայց այս հատվածը, որ անցան, ահագին վերև էր։ Են բանը, մյուսը մեծն էր ավելի վազում, իսկ սա փոքրն է։ Ստեղից էլ մաման նկարում է։ Ես մի բան նկատեցի այս շենքից։ Այս իզգիբը արել են այս զուգահեռ կինո Մոսկվայի հետ բանի, իզգիբին էլ, իզգիբ ոնց է հայերեն։ Ծառություն, հա։ Հա, հիմա այն մոտիկան են, այստեղ ծառերը ծածկում են։ Այնտեղ որ կանգնած են։ Ինչին է զուգահեռ, այս ծառությանը։ Հա, նայ։ Սենց, հա։ Նայ, այստեղից արդեն երևում է, սենց մի
Հա։ Ասես ծավալների հետ ես չգիտեմ այդ։ Մենակ դու կարաս նկատես երևի։ Այդ որ կետում կանգնենք, որ Չես հավանում, որ չես նկատում։ Դե հավանելու բան չի, Անետ ջան։ Ես լրիվ դատարկ, ասա ինչի չեք հավաքում։ Դե ցերեկը երևի արև ալնում, տաք ալնում։ Արի դու ես մի քիչ կարճ նկարի առ, որ քիչ տանջվես այդ ֆլեշկայի ձերը։ Կարելի է։ Կեսնում այդ ինձանից է կախված։ Ախր ինքան շատ ես նկարում, հետո նստած կրճատում ես, դրա վրա էլ ժամանակ գնում։ Երեք 8-4 նստել ես։ Luxury hotel of Inch of the world. Hotel Yerevan. Yerevan հյուրանոց BBM. BBM ինչ է? Of the world աշխարհում։ Միրը։ BBM գիտեմ փակ բաժնետիրական։ Հա, BBM բաց բաժնետիրական ընկերություն։ BBM Ես շենքը, ես ինչ եղավ անետ, կորավ։ Ինչ է։ Ես Ալեն Էլենի շենքը։ Չկա, լրիվ կանդել են։ Բա են հետև է ինչը։ Ինչ հետև։ Հետև արդեն Իբիսն է։ Այո, հետևը Իբիսն է։ Անայ ջան, այ հեն անդե գրած է։ Իբիս։ Ես Իբիսը ավելի շատ ձեկտան հետևն էի պատկերացնում։ Տենց էլ կա։ Երկար է, հեսա գնանք ընդեղից է կտենանք։ Հա, բայց ես ինչ է, կարող ես։ Ես շենքի տերը առել է, կպցնի իրան պրցնի։ Բայց այդ շուտ էր պետք անել, եթե տենց բանա չէ, դժվար։ Բա ինչ է, բա ինչին պակես հետկայով։ Հեսա կանդել են, հետկայով պագել են, որ փոշի չլնի, մթամ։ Դարդը հետա իրանց։ Դե պահանջվում է։ Պարոն Յան։ Պարոնյանը։ Պարոնյան, հա, ես պարոն Յան եմ ակա։ Դե վապշուտը տենց է գրած է ներքևը, պարոն Յան, առանձին է գրած։ Հենա վերևներ հայերին մեծատառա Յանը։ Ոնց էր մեր every day-ը, կեսից մեծատառը, տրուսարը ջի։ Աստեղ հիշում ես ինչ էր, Երբ։ Մեկներին, տենց ինչ-որ սուվինիրների ինչ-որ։ Էլի կա, հենա գրած է։ Ինչ է գրած։ Մանգասար հնավոչ իրեր։ Հա։ Մանգասար։ Հա։ Հնավոչ էլի։ Կարողացել ասում։ Անտիկվար։ Բայց ուրիշ է Արմեն, տես մեջը։ Ուրիշ տեսքի արդեն մեջը։ Նկարներ են ինչ-որ բան, ես չկար նկար բան։ Մեջը ինչ ես ասում։ Դե հիմա չկար, հիմա կա։ 32 տարի կա այս խանութը, բայց խնդրում եմ էլի մեջի մի նկարեք են։ Չէ, մենք մեջը չենք նկարում։ Դրսից 32 տարի կա այս խանութը։ Հա, բայց մի քիչ ոճը փոխել եք ոնց է, հա։ Ներսը ուրիշ էր, ավելի խցկած էր։ Իսկ հիմա մի քիչ ազատ է։ Չէ, տենց է եղել։ Նկարներն էլ կա, է։ Հա, իսկ ներսը ինչի՞ ուզում, ինչից ելնելով, չեմ նկարի իհարկե, բայց հետաքրքիր է ինձ իմանալ, որ մեր ապրանքը հազար տեղ չերևա, էլի դրա համար։ հա, Զուտ է դա հարցը։ թող գան ինքնուրույն նայեն։ Այո։ Հաջողություն ձեր գործերին։
Ձեզ էլ։ Կգաք կնայեք, այր, այդ մարդը չի ուզում, հերվից նայեն։ Դա։ Նույնիսկ եթե բան են ասում, որ դուրս չի գալի, բայց եթե լավ մարդ է, հումորով, հասկացող։ Այստեղ կոսմետիկան հետո կոնֆետի խանութը չէ։ Հա։ Դու ինչ էիր ասում, ես չլսեցի, են կողմ էիր նայում։ Ջրեցին կանայդ։ Չէ, բայց ինչու մի բան ասեցի։ Էս էր կոնֆետի խանութը։ Այս է կոնֆետինն էր, այո։ Էս պատներ հայլի, են պատներ հայլի։ Են մյուսը պադարիչնին էր։ Որ մամաս առնում էր։ Դե անայդ, թող մի բանը մինչև վերջ ասեմ, ալիքը բան կար։ Բան չես թողում, սաղ կիսատա մոտս մեն։ Ստոկատոներով խոսում։ Լավ ասախ, լռում է։ Էլի չասեմ։ Մամատ առնում էր։ Դու չես եղե ես խանդում խի փոքր վաղտ։ Ոնց չեմ եղե։ Բա չես հիշում, էս պատը հայլի, են պատը հայլի, որ նայում էիր, անվերջ սենց տարածք էիր տենում։ Վերջը չէր երևում, չես հիշում։ Չէ, այդպես ոնց է։ Դա մի հատ ֆանտաստիկ բան էր։ Հեքիաթային ուղղակի։ Երևում է հայլիները շատ լավ զուգահեռ էր դրած, հա։ Հիմա քեզ ենք լսում, որտեղ էր փոստը։ Փոստը վերևն էր։ Էս էր էլի, Ռուսարդիի տեղն էր։ Ռուսարդին պադարիչնին էր։ Սերվիզը ստեղ առանք, չէ՞ մենք։ Հա։ Այո։ Դե ուրեմն այն մեկն էր փոստը։ Իսկ вообще ստեղից ինչու մեկի տեղը շատ վաղուց մինչև իմ ծնվելը իմ պապու արեստանոցն էր։ Այդ որ ինքը բերեց այստեղ։ Այդ փախստական չէ, էմիգրանտ է, էլի Ռումինիայից։ Այդ կինը լաց էր լինում, նստած, պապիկս բերեց երեխայի հետ։ Այստեղ ապրեցի որոշ ժամանակ։ Այո։ Այդ կինը հայ էր։ Հա, Ռումինիայից է, փոխել էր։ Բա այդ կնոջ թուրը մեր հետ չի աշխատում։ Բայց ես իրանից գիտեմ ավելի շատ, քան թե ինձ պատմել են տանը։ Ինքն է նույնիսկ, հա, քեզ պատմել։ Այո, ասում է տատիկը, որ քո ազգանունը լսեց, ասեց, մինչև հիմա ես այդ մարդուն հիշում եմ ու օրհնում եմ։ Էս էր քո պարֆյումերնին, անայդ։ Այո, սա պարֆյումերն էր, այս երկուսը։ Բայց չհասկացա, բա իմ ֆոտոն որտեղ էր։ Ինչ ֆոտո։ Ֆոտոխանութ կար։ Կարող է վերևն էր, Արմեն։ Չէ։ Թե դե ես հաստատ պարֆյումերն էր երկուսն են։ Ինքը մեծ էր։ Էն էր քո պարֆյումերնին ու ես։ Էն մեկը իմ ֆոտոխանութն էր։ Այ չեմ կարող, արդեն այտենց։ Դե կակրած լավ է։ Հաստատ չես հիշում, վերատամ անցկացնեմ իմ տարբերակ։ Մի բան էլ դու ասես։ Այս էլ դալանը, ստեղ էլ լուսանկարիչ էր։ Ով էր, Խանդիկյան։ Խանոյան էր ոնց էր։ Խանոյան։ Խանդիկյանը Պուշկինի վրա էր, չէ՞։ Խանոյան։ Ես տղային գիտեմ Արմենը։ Իսկ ես Խանդիկյանի աղջկան, մեզ անգլերեն էր տալիս Սեդան։ Խանդիկյանի աղջկան։ Համասարանում, այո։ Ես Խանդիկյանի տղային չգիտես։ Չէ։ Դրամատիկական թատրոնի։ Ես Խանոյանն է։ Չէ, Խանդիկյան։ Հա։ Հա, Խանոյանը չի։ Այդ Խանդիկյանի տղան է։ Խանոյանի աղջկան։ Արմենը, Արմեն։ եմ, երևի արդեն։ Անայդ չեղավ։ Այո։ Խանոյանի աղջիկներ։ Այո, հիմա սկսում ենք կասկածել Խանոյանի թե Խանդիկյանի։ Խանդիկյանը Պուշկինի վրա էր, Խանոյանը ստեղ է։ Դե այդ կարևորը դա չէ, կարևորը որ իրենցից մեկի դուստերն էր ինքը։ Ու մեզ անգլերեն էր դասավանդում։ Հենց գնաց Անգլիա ինքը վերապատրաստման, ես գցեցի անգլերենը։ Ու տենց կամանց մոռացա։ Ինքը հիանում էր միշտ իմ անգլերենով։ Անգլիա գնաց է, հիմա ինչ կուզես կասես։ Չէ, հետ եկավ։ Ինքը վերապատրաստման գնաց կես տարի ու հետ եկավ։ Հլա մեզ էլ ասում էր,
աղջիկներ ընդեղ այնց տարածված է, որ շատ երեխաներ ունեն։ Բայց այդ որտեղից են, հա, որտեղից ինքը այդ ենթադրության հետ, երևի Սագա Ֆորսայթը դա էր կարդացել։ Ուղղակի պետք է նայել։ Անգլիայի բնակչությունը աճում է, թե չի աճում։ Ինքն ինձ համոզված ասեց այնտեղ շատ ընդունված է, շատ երեխաներ, ու ես ձեզ խորհուրդ եմ տալիս, դուք էլ որ ամուսնանաք, շատ երեխաներ, բայց ինքը չուներ երեխա, հետաքրքիր է։ Բայց այն ժամանակ ինտերնետ չկար, էլի, պատկերացնում ես հիմա տենց բանը մի վարկյան է ստուգել է, էլի։ Անգլիայում էսա նայ իբիս։ Հա, իբիս էդ ասեց։ Հենց մեր տան հետևն է։ Ուղղակի ասի քեզ չընդհատեմ, լսեմ նոր։ Իբիսից խոսանք։ Այո։ Բայց ինձ պետք է երևի շատ բարձր խոսել, որտեղ ես չեմ հավանում։ Նայում եմ, շատ հեռվից է ձայնս գալիս, ու նույնիսկ ես արդեն չեմ տարբերում, ինչ եմ խոսում։ Մնաց մերոնք լսեն բոլորը։ Բարձր խոսելու չի։ Բա ինչի՞ց է։ Այն կողմ նայելով ես խոսում։ Չէ։ Հեռու եմ, էլի։ Այդ քո բանը, որ կախած է հենց դոշիդ, դրա համար շատ պարզ լսվում է, իսկ ես կողքից շատ վատ է լսվում, խոսածածը։ Դու մոտիկ ինձ մնա, շատ լավ կլսվի։ Դու ես մոտիկ եմ, էլ սրանց մոտիկ ոնց մնամ։ Հիմա լսվում է, դու համոզված ես, որ կլսվի նորմալ։ Լրիվ համոզված եմ։ Դες ձենս ինձ մի քիչ բարձրացրեցի, կոկորտս ինձ մի ձևի նագրուսկա ստացա։ Մի բարձրացրա, մոտիկ եղի ուղղակի։ Էլի փոշի, էլի խառնսա, չես հասկանում ինչ եմ փորում ու փորում։ Աբովյանը կտրենք։ Հա, ստեղ սվետաֆոր են դրել։ Это просто պետք է մի հատ խամուտ գցի, խամուտով խաղի։ Ես էլ Պուշկինը ես կողմ։ Սենց գնանք Վիեննա, թե վերևով։ Կարելի է սենց էլ գնալ։ Հա, արի սենց գնանք։ Արի։ Ուխալ մասնագետ մեջահը։ Պուշկինով գնանք։ Դες ինչ լավ լյուստրա եմ առյան այդ սպալնյայի համար։ Դու սիրում ես չէ խրուստալնի։ Հա, սիրում եմ։ Բայց ես ինքան լավը չի արմին, սրանց ինքան լավերը կան։ Այն Նալբանդյանի վրայի խանութում։ Մեկ է Փարիզում եմ հիշում Սվարովսկիի խանութում լյուստրա էր Սվարովսկի, շատ ընտիր էր։ Ես էլ արդեն մեր կողքի հարևանի տունն է։ Բայց իսկան մեծ էր իրանց տունը, իսկան մեծ էր։ Բաշետը, հա, դե մերը պրծնում էր։ Ես մեկը արդեն իրանց լուսամուտներ, մերը մենակ են մի հատն էր Պուշկինի վրա։ Լավ, հասկացեմ, բայց այսքան երկար, ես չեմ հիշում, որ այդքան երկար էր։ Հա, երկար էր, դեստեղ իրանց մոտ բան էր, ստեղից սկսած խոհանոց էր, ստեղ էլ երկու սենյակ էր, մի հատ ննջարան էր, մի հատ սենյակ էր, մի հատ էլ խոհանոց էր, հետո այնտեղ կարիդորն էր արդեն։ Այ, մի մտեստեղ։ Սաղ մութ է, բտնեմ ինչ անա։ Պատկերացնում եմ քոնը ոնց է նեղվում։ Այդենց չի, գիտես, նայած, օր նայած, տրամադրություն։ հա, մեկ էլ նմա, քիչ ամնում լացելն ես, մեկ էլ հեչ վեջը չի։
Փոխվում է էլի մարդու մոտ ամեն ինչը։ Ստեղ էլ որ լուսաշներ, այդ լուսաշներն հենց հետաքրքիր կիսամիստիկ տեղ էր մեզ համար։ Առաջի հարկը գրադարանն էր, երկրորդ հարկում դահլիճ էր։ Մեկ-մեկ ինչ-որ կինոներ էին վերում ցույց տալի։ Բայց բավականին Ելնում էր թատրոն էին ցույց տալի։ ընդարձակ բակ ունեին, չէ՞ Արմեն։ Հա, բակը շատ մեծ էր այդ։ Այդ իրանցը չէր, այդ մանկապարտեզի ոնց որ բակն էր։ Բարզա։ Ֆուտբոլը շատ լավ էր այդտեղ խաղալը։ Արդեն կամաց ես մոռանում եմ, գիտես։ Դե դու ավելի լավ կհիշես, որքանի որ էստեղ։ Չէ, այդ մասերը, այդ որ մանկությունս է, այդ չոտկի հիշում եմ։ Համարը ամեն ինչ։ Այդ բակի դարպասն էլ եմ հիշում, մետաղական մեծ դարպաս էր, այդ մանկապարտեզի բակ։ Ահա, ես էլ հին Երևանցու փողոց։ Ես էլ Իբիսը իր գներով 31,000 Այնտեղ էլ Վենան է։ Դա Ինչու՞ Հա, էլի, իսկապես ճիշտ ասում, չես այդ քարին նստում։ Ես Իբիսն էլ անշնորհք է մերդ։ Մարդիկ դուրս են գալիս է ծխելու, կարային մի հատ ինչ-որ հարմար թեկուզ ընդ է փափուկ անեին էլի։ Հա, Սա աղես տարածքում ոչ միտեղ չի կարելի ծխել, ես միակ տեղն է։ Գոնե կամ կամֆորտ նստարան լիներ, չէ՞ այդ տեղը։ Հա, Բալգարիայում ինչ հարմար էր նստարաններ էին։ Հռոմում էլ են ծառի քոտուկի վրա նստում։ Չէ, Հռոմում հարմար էր, կողքը սրճարաններ կային, որտեղ դուրսը ծխելը ոչ մի պրոբլեմ չէր։ Կարոտեցի Հռոմը էլի։ Ահա, ստեղ էլ դատարկվեց։ Դե բայց ունեն տաքացնող, տես, հարմար։ Ես նայում եմ մեր սեղանը ազատ է, թե չէ։ Անպայման այդ սեղանն է։ Հա, այդ մասն եմ սիրում շատ։ Վայ չէ, Ես մեկն ազատ, հա։ Բանջարեղենի գրիլը եկավ։ Այո։ Հացը չի եկել, Անահիտին վերցրեցինք 150 գրամ տակար, վարդագույն։ Քեզ էլ ինչ։ Ես էլ սենց եսկան օղի։ Գինի չեմ ուզում, չգիտեմ խի, ես էլ ջուրա և այլն, լիմոնով։ Ես պասենք, ինչ հացն էլ չկա։ Թե սալատով սկսենք։ Արի մի հատ կենաց խմենք։ Ապիրիցիվ։ Պապաս ոնց էր ասում Իտալիայում։ Ասում եմ միած սկզբից ապերատիվկա էինք անցկացնում։ Ապերատիվկան գիտեք, չէ՞, ժողովն է գործարանում բանում։ Դե արի մի հատ ապերատիվկա անցկացնենք տանը հետ։ Խմենք իհարկե։ Մերոնց կենացը ժողովուրդ ջան, առողջություն ձեզ բոլորին։ Առողջ լինեք։ Մեկ-մեկ էլ մեզ նայեք, երբ որ Երևանին կարոտեք։ Ձեր բոլորի կենացը։ Եվ մեր կենացը։ Եվ մեր, դե մենք էլ ենք մերոնք։ Իրանց կրիվետկեքը ամենահաջողն է, իմիջայլուց։ Դե հիմա ստեղ աղմուկ անայդ, եթե դու չլսվես, ես ինչ մեղավոր եմ։ Հա, նորից կրկնեմ։ Ես կասեմ, իրանց կրիվետկեքը ամենահաջողն են։
Սա բանա սուխարիա վրայից։ Այո, սուխարի, պանիրովիչ։ Ահա, որոշեցինք Անահիտին ուրախացնենք կրիվետկաներով։ Հացը խիստ նկատողություն արեցինք, որ ուշանում է, սա հույսով եմ կբերեն։ Ողիս հաղակին պակասեց, Անահիտ։ Մատուցողին հաղակին տանջեցինք, գնաց եկավ, վերջը իմացավ լրիվ։ Ուրեմն, ես Վենայի մասնաճյուղերը քաղաքում, Երևանում։ Սարյանի վրա Վիեներիպս։ Անահիտ, ես ինչ ֆիքստուրվան է։ Անունը չգիտեմ։ Մակարոնին Մի րոպե, հեչ լավ ճռճռում է։ Չէ, մակարոն չէ։ Լավ, մի խոսքով։ Ուրեմն սա է։ Անունը մոռացել եմ առնի։ Հետո լավ մատուցողակ իմանանք։ Հետո Սարյանի վրա Վեներիպս։ Վիեներիպս է կոչվում։ Հետո Արամի վրա, Արամի փողոցի վրա Պեստո, մեկ էլ լրիվ անսպասելի մեզ համար, Պուշկինի վրա Ալտենբերգը, որտեղ Անահիտի ծնունդը նշեցինք, պարզվեց էլի Վենայի մասնաճյուղն էր։ Այդպես ինֆորմացիա, կյանքը էլի պետք է գա, չէ։ Ես արդեն կան գնաց է պետք նկարել, երիպսերը եկան, իդեպ ես պարզվեց բրինձա։ Բրինձային է, էլի խմում։ Շատ լավ ճռճռում է։ Ինչ ասես չեն հնար։ Անունը ոնց էր, անունն էր, սա չկար։ Մատուցողներ չեր հիշում, երևի դժվար անունը։ Անահիտ ջան։ Այո։ Արի մի հատ էլ խմենք մերոնց կենացը։ Խմենք։ Ասախի է։ Ինչու։ Մերոնք շատ են, էլի, պետք է անընդհատ խմել։ Մենք ընդամենը 2 հոգի ենք։ Դու ասեցիր մենք էլ ենք մերոնց մեջ մտնում։ Էդ դու ասեցի։ Հայր ջան, լավ լինեք։ Առողջ եղեք, էլի։ Առողջ եղեք, այո։ Ամենակարևոր բանն է մարդու համար առողջությունը։ Այո, և իհարկե խաղաղ երկինքը անպայման։ Առողջությունը կախված է այդ խաղաղությունից։ Շատ անգամ։ Դու նկատում ես ուրիշ ցանկություն չի մնացել արդեն, չէ։ Մնացածը էլի կողքից։ Ես որ ասում դու ասում ես էլի կենացները ծաղկացրի։ Ասա Անահիտ ջան։ Չէ, ասում եմ, սեր, բարիություն, աշխություն ընտանիքներում, սերը լինի սրտներում բոլորի։ Դե որ առողջ լինեն ու ոչ մի պատերազմ չլինի, էլ մարդկությանը ինչ է մնում սիրելուց բացի, չէ։ Չնայած այ մարդ այդ ագահությունը, այդ ինչ վատ բան է, լավ, վատից չխոսանք։ Անահիտ ջան։ Մի հատ էլ խմենք։ Հայր, մատուցողը հենց անցնում է, մի հատ ինձ օղի է լցնում։ Վերջը ինչ է ալնելու չգիտեմ։ Են էլ տարավ։ Խմենք մերոնց կենացը։ Ինչի։ Մերոնք շատ են։ Ասում եմ ինչի, որտեղ բոք տրոյիցը լուբի։ Ճիշտ է, 3 անգամ է պետք մերոնց կենացը խմել։ Հայր ջան, 3-րդ անգամ ենք խնդրում ձեզ առողջ եղեք։ Եվ վերևից էլ խնդրում ենք, որ պատերազմները վերանան։ Գնացինք Անահիտ ջան։ Անահիտ ջան, մի հատ էլ խմենք։ Դա չորրորդ անգամն է։ Դրա համար արդեն մերոնց չէ, այլ ինչ որ տեղելի մերոնց, բայց եկեք խմենք մեր բոլորի հոգով մոտիկ մարդկանց կենացը, ընկերների, բարեկամների, երեխաների, թոռների,
ասենք իմ երկու ընկերը որ գնացին կարոտը այնքան մեծ էր որ ես այս հաղորդումը սկսեցի էլի այդ տենց հոգեպես մոտիկ շատ օգնեց ումբոն չէ որ դուխ տվեց քեզ Լերուբան էլ էր շատ մոտիկ մարդ մի խոսքով կարծում եմ հասկանում եք կան մարդիկ որոնք դուք իրանց հետ շփվելուց զգում եք որ ձերն են այդ ձեր մարդկանց կենացը Էդ էլ է հարստություն էլի, տենց մարդիկ ունենալ։ Լավ չի խփվում, այդ քո բաժակը լավը չի։ Ահա, հիմա էլ իմ բաժակը, ահա։ Հետո Անահիտի մտերիմ ընկերուհին միացավ, բայց դե առաջինը իհարկե Գագոն էր ու Արմենը, որ գնացին առանց իրանց Երևանը Երևան չէր էլ ինձ համար։ Ու տենց այդ վիճակից դուրս եկա everyday-ի շնորհիվ։ Անահիտ ջան, մի հատ էլ իհարկե abstract կենաց, նրանք հասկանալի կենացներ են, հիմա անհասկանալի մի քիչ։ Ես առաջարկում եմ խմենք, Անահիտ ասում է, ասակ, ես կորոշեմ, եկալեմ թե չէ բաժակը։ Խմենք, որ մեր ցանկությունները լինեն այնպիսին, որ իրականացումը մեզ հաճույք պատճառի, սկզբից ինչև վերջ, այդ են ցանկություններ միշտ ունենանք, իսկ եթե կեսից զգանք, որ տենց չի, հանգիստ հրաժարվենք այդ ցանկությունից։ Բայց ցանկությունները սովորաբար այդպես են լինում։ Հա? Անենց ցանկություն, որ հետո բավականություն է ստանում իրականացնելուց։ Դե ուրեմն բան չմնաց խմելու։ Դե լավ, խմենք թող տենց էլ մնա։ Այո։ Լավ է։ Սա վերջինն է։ Հուսով եմ սա վերջինն է։ Ես ուզում եմ խմեմ դրա։ Հասկացա։ Բա խմի մինչև վերջ, հա, ես էլ մինչև վերջ խմեմ վերջապես։ Այո։ Հեսա դուրս գանք մի հատ այնդոտ կպատմեմ։ Դե լավ, քանի որ ոչ գինին ավարտվեց կենացու, ոչ իմ օղին։ Եկեք ժողովուրդ ջան, ես էլ մի հատ ես ու Անահիտը իրար կենաց խմենք։ Դե ինչ տաքսնեմ։ Սիրում ենք էլ իրար ջան։ Անահիտ ջան, կենացդ։ Կենացդ Արմեն ջան։ Միշտ առողջ և կողքս։ Նույնն էլ քեզ։ Այո։ Դու էլ իմ կողքը լինես միշտ։ Անպակաս։ Իրարից անպակաս, այո։ Ես էլ քանի որ մենք ու մերոնք ենք, հաշիվն է ցույց տամ։ Ուժեղ երաժշտություն սկսվեց, ստեղից ասեմ։ Շրիմփ տեմպորա, այս այդ կրիվետկեքն են 3500, վենական խոզի մատեր, մի բաժին 4800, տակար վարդագույն 2000, հացի զամբյուղ 1000, բանջարեղենի գրիլ 1900, ջուր 500, ընդամենը 13700։ Այս սպասարկմանը են ինչ խուճուճ անուն են դրել, հանրային սննդի վճար 12%, 1650, վճարման 15350, ընդամենը 16500 վճարեցինք, վերջ։ Հա, իսկ օղին ինչի չկա հաշվի մեջ, մի օր որ իրար այդ սեղան նստենք, կասեմ գախնիքը, վերջ։ Այս լուսրան հավանում եմ։ Ահո, գնացինք, շնորհակալություն ես տանը,
Անայդ, Այո։ ես կեչերսով ոնց որ գիտես ով ելնեմ, են հերմեսի կոշիկները հիշում ես, ընս թևերով որ թռնում էին, սանդալները։ Բայց դու նկատել ես, որ մեր ոտ նույն կոշիկներն է։ Հա, լրիվ նույնն է, չէ, դժվար գործ է ինձ ցույց տալը։ Արի ես կողմ։ Րոպե։ Այս կոչվում է Երևան Everyday Հերմեսյան թռիչք, թռանք։ Չէ, իմը այդքան բարձր չի։ Հա? Տակի մասը այո, տարբերվում է մեր։ Շոտիկի տարբերվում է, հա։ Ես չեմ սիրում այդ հաստ։ Դե կանայք տենց բարձր չեն կարում թռնեն, Անահիտ ջան, տղամարդկանց նման։ Տղամարդը որ թռավ էլ բռնել չի գնում։ Հա, այ մարդ այն անեկդոտը պատմում, սպասի անջատում։ Ստեղ իհարկե Անահիտը նկատեց, այն ռուսական ինչ էր կոչվում։ Չեմ հիշում։ Սիրավարնյա։ Հա, ճիշտ է։ Գրել են Հիշում ես։ coming soon։ Այո։ Դե նեղն ընգա հիշեցի էլի։ Հա։ Ուրեմն անեկդոտը իհարկե ռուսական է, ինչի իհարկե, որտեղ ամենաշատ անեկդոտները այդ խմող ամուսին, Այդ թեմայով։ հա, կին, որը անընդհատ նեղում ամուսնու խմելու համար, այդ ռուսական թեմա է լրիվ, հայերենում ես չեմ հանդիպել այնց անեկդոտի միջելուց, հա, ամուսինը խմած գալիս է տուն, կինը են սկալկա ոնց է հայերեն, որ խմորը, Մտածում ես կավառոտկան է։ չէ, գրտնակ, գրտնակով սկսում է տղամարդու գլխին խփել, Будешь еще пить, էլի կխմես, ես տղամարդը այդ հարվածները ուտում է ասում է, լավ, լցրա կխմեմ, ենքո գինեի վրա հիշեցի, որ կիսատ էր մնացել, նգնացինք հյուսիսային ընկանք, դեպի մեքենա, հիշում ես, գոնե որտեղ է մեր մեքենան Անահիտ։ Մոյկայում։ Հեսա կգնանք նոր կոշիկներով, մաքուր մեքենայով։ Որովհետև շատ արդեն ֆիքսեցիր այդ թեման։ Եկան հաճելի թռնում եմ Անահիտ, բա չասեմ։ Հեսա մեր կորից կսովորես, չես նկատի արդեն։ Այդ ընց է էլի կյանքը, անշնորհակալ են մարդիկ, լավին արագ են սովորում։ Ճիշտ էլ անում են, թե չէ ինչ։ Նկատում ես քո ծնունդը 2-ով անցկացրեցինք, մեր Everyday ծնունդը 2-ով անցկացրեցինք։ Հա, տենում ես։ Վերջը մնայունը տենց է, 2-ով։ Երեխեքը սաղ разбежались։ Երեխեքը միշտ մեր մեջքին են։ Մեջքին հա, բայց ամեն մեկը իր հետաքրքրություններով և իրանց։ Դե տա լավը։ Չնայած լավ տարբերակ կա իրար քիթ մտած, էդ էլ վատ չի, եթե կարում ես տենց։ Չէ։ Ամեն ձևն էլ, իրար քիթ մտած։ տենց մի ասա, ամեն ձևն էլ իր մասնագետը ունի, իր լավը ունի։ Ես է տղան է, ոնց էր անունը։ Չէ, Արման է։ Չեմ անում, մութ էր։ Ռիտը մութը, հա։ Ռիտն ես լավ այդ ջեդը ասում։ Ջեդ մութ էր, չհասկացա։ Կամ են աղբը, որ շպրտեցի ասում է։ Ջեդ, բայց ես ինչ մեղավոր եմ։ Չէ, այդ մութը մի հատ բացատրի, բոլորը հո չգիտեն այդ։
Աֆրոամերիկացի է, փոքր երեխա, իրար հետ հանգստանում էին։ Ծաղկաձորում։ Չէ, Ծաղկաձորում չէր, Դիլիջանում էր։ Այդ շատ կարևոր է, հայր, ոչ թե Ծաղկաձորում, այլ Դիլիջանում, հանգարց չշփոթեք։ Ուրեմն դու հարցնում ես, իրից սիրուն երեխա է։ Ամբողջ օրը խաղում էր այդ տղայի հետ։ Դե փոքր էր, երևի 5-6 տարեկան։ Հասակակից էր, ասում եմ, երետ սիրուն տղա էր, ասում եմ, մի քիչ մտածեց, ասում եմ, ձետ մութ էր, չհասկացա։ Դասեր մուք էր։ Չէ, ինքը մութ էր ասեց, մութն էր լավ էլի, մութ էր, չհասկացա։ Հիմա ինչ աղբի պատմությունն էլ նորից պատմեմ։ Երետ է դուրս են գալի մեր տնից, իրան պետք է տանեմ իրանց տուն։ Ու ձեռիս մեջ աղբնա, ու իրա դասագրքերը։ Ու են մյուս ձեռս էլ իրա դասագրքերն է։ Եվ աղբի տենց արկղ չկար, մի հատ դուռ էր, բացեզդի կողքը, բացում էիր ընդես աղբ էր, լցնում էիր ընդեղ։ Բացեցի ու երիտի դասագրքերը շպրտեցի, աղբի մեջ հենց կսեցի, հասկացա, որ սխալվել եմ։ Ասում եմ, երիտ լավ էլի, երիտն ես խեղճ ձենով ասում եմ, ձետ, բայց ես ինչ մեղավոր եմ։ Ոչ կողոտ այդ սովորություն է գցել աղբը, ոչ են ինչ որ պետք է, շատ ուժեղ զարգացած է։ Են օրը ես դուրս եկա, ամենահետաքրքիրը որ աղբը այդ մեր լուսամուտների մոտ գցեցի աղբամանը, հետո գնացի գարաժի մոտ մի հատ էլ կա աղբաման, չգիտեմ խի որոշեցի այդ GoPro-ով բանով այդ տոպրակը այդ էլ գցեցի են մի աղբամանի մեջ, հիմա գցել եմ նես խորնա, ես աղբամանը ծռում եմ, ոյս չի ասնում որ հանեմ, լավ հանդը մի հատ տղա էր, ասում եմ տղա ջան, արի ես ծռեմ, դու մի հատ հանին, որ հանես տվես։ Ու այդ կեղտոտ մեր շոկով գնացիր։ Դե լավ հա կեղտոտ մեր հարևաների գցած ցելոֆաններն են էլի։ Վերջացրան այդ մի բուռ հայ ենք մնացել կեղտոտ։ Արի Տերյանով գնանք։ Գանցի ինչ եմ մերն։ Աջան։ Նա չկա անցի շուտ։ Ստեղ բանը հա։ Լույսով չի հա, անընդհատ մերն հա։ Այս պարմին ինչ է պակ։ Թե չի հարին։ Այդ ինչ գիտես պակը։ Ստված։ Ստեղա մուտքը։ Արման բաց հա։ Տերյանը բաց հա։ Հյուսիսայինը են կողմը մնաց հա էր։ Կարծում եմ ստեղ կարելի է հրաժեշտ տալ անեջ ջան։ Ժողովուրդ ջան լավ մնաք։ Ստեսցն ձեզ։ Լավ հանգիստ նայի շան վրա հետո անեջ։ Ես բանա գիտես բարզ։ Բորզը։ Հա բարզա է։ Բարզա է, ես բորզը ասում եմ։ Ես բորզը է շունը։ Հա։ Բայց փոքր տեսակը հա։ Այսքան է ինքը։ Էլ չի մեծանա։ Ինչ փոքր է գլուխը։ Բա ում վրա է որսի գնում։ Հե։ Որսի ում վրա է գնում ինքը։ Չիմանամ։ Չգիտեք։ Սա որ տանն է, հա։ Երուսունն է։ Հա։ Բայց հանգիստ շուն է։ Տղայա մի քիչ ակտիվ է, բայց դե նորմալ է։ Փողոցում իրան դաստիարակ։ Ձեր լույսն է։ Այն կողմ եք գնում։ Ռուսախոս է շունը։ Ռուսերեն էր հասկանում։ Պայդյոմ ասում եմ Միշո։